վերջին շրջանում 24 Համեցեք։ Վերջին շրջանում իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանի դեմ ընթանում է հիբրիդային պատերազմ, իշխանությունները ինչպես են բացահայտում այդ հիմնավորում ինչ է հիբրիդային պատերազմը եւ ինչպես է դրանից նրանք ընկալում, հիբրիդային պատերազմը արդյոք այդ շրջանակներում է հիբրիդային պատերազմի այդ խոսքի շրջանակներում է, որ հանրային խոսքի համար կալանավորումներ եւ ձերբակալումներ են լինում, նաեւ մեկ հարց Հայաստանի Մեծարգում տարածաշրջանում երբեմնի ամենահզոր աստղադիտարանը, բյուրականի աստղադիտարանը, որը այսօր մեղմ ասած անքրկատում է, աշխատակիցները ասում են, որ եթե օրինակ լինեն մեծ ներդրումներ, օգուտ կբերի Հայաստանին, բայց նշվում է, որ իշխանությունների կողմից համապատասխան ուշադրություն այդ ուղղությամբ չկա։ Ուզում եմ հասկանալ, արդյոք ինչ-որ քայլեր արվում են աստղադիտարանի ուղղությամբ եւ առհասարակ 21-րդ դարում բյուրականի աստղադիտարանը ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանում։ Ուզում եի հասկանալ երկրորդ հարցը ինչու էր ինձ ուղղվում, մինչև գուցե մի բան մտածեմ պատասխանելու։ Սկսենք առաջին հարցից։ Նախ ասացիք, արդյոք դրա շրջանակում են տարբեր մարդիկ հանրային խոսքի համար ձերբակալվում, կալանավորվում։ Իմ պատասխանը հետևյալն է, նայած թե որ խոսքի համար։ Եթե դուք օրինակներ բերեք, ես կարող եմ անդրադառնալ, որովհետև դուք ըստ էության ոչինչ չեք ասում ձեր հարցում։ Այո, այն բոլոր դեպքերում, երբ որ որևէ անձ հանրային հրապարակային բռնության կոչեր է անում, բնականաբար պիտի պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ պատասխանատվությամբ, ողջ խստությամբ, բայց ես սա չէի դիտարկի, կդժվարանամ ասել, սա որ դեպքը համարվում է հիբրիդային հարձակման ուրեմն դրսևորում, որ դեպքը ոչ, առանձին յուրաքանչյուրը պետք է դիտարկել հենց իր ուրեմն սահմանների շրջանում, այսինքն դժվարանում եմ ես այս տեսակ ձևակերպված հարցերին պատասխանել, ինչ վերաբերում է հիբրիդային հարձակումներին, ես կարող եմ ասել, որ օրինակ եթե որևէ օտարերկրյա հեռուստահաղորդում, որը հեռարձակվում է Հայաստանում եւ այդտեղ հանրային հրապարակային եթերով հնչում է, որ օրինակ Հայաստանի հետ պիտի կատարվի այն ինչ կատարվում է Ուկրաինայի հետ, դա դասական դրսևորում է եւ ցցուն դրսևորում է հիբրիդային հարձակման եւ այս սրանով է պայմանավորված նաեւ որ կառավարությունը մշակեց եւ շրջանառեց տեսալսողական մեդիայի մասին օրենքում եւ սրանով է նաեւ պայմանավորված, երբ ես լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեցի, որ ուրեմն պետության պարտավորությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկատվական անվտանգությունը պատշաճ կերպով, այսինքն հիբրիդային տեսակի հարձակում կանվանենք, տեղեկատվական հարձակում, կիբեր հարձակում կանվանենք, էական չէ, ցանկացած պարագայում կառավարության պատասխանատվությունն է եւ պարտավորությունն է օրենսդրական համապատասխան հիմք ստեղծել, գործիքական ստեղծել, վերազինել իր կարողությունները պաշտպանելու իր քաղաքացիներին այդ օրինակ հարձակումներից։ Բյուրականի աստղադիտարանի մասով էլ ներողություն եմ խնդրում, բավարար չափով տեղեկատվության չեմ տիրապետում, բայց իհարկե խոստանում եմ խնդրի մասին ձեր ահազանգը փոխանցել գործընկերոջս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, եթե անհրաժեշտություն կլինի, խնդրեմ նաև համապատասխան տեղեկատվությունը մեր գործընկերների միջոցով փոխանցել այդ անհանգստությունների, մտահոգությունների հետ կապված։ Շնորհակալություն։